Նախքան արևելքը նվաճելը Հռոմը տնտեսապես հազիվ էր գոյատևում։ Պլինիուսը գրում է, որ երբ Կարթագենի բանագնացները դիվանագիտական առաքելությամբ այցելեցին Հռոմ, նրանց պատվին տարբեր հռոմեացի սենատորներ իրենց տներում խնջույքներ կազմակերպեցին։ Կարթագենցի բանագնացները հեգնանքով նկատեցին, որ հռոմեացիները երևի երկրագնդի ամենահամերաշխ և սիրող ժողովուրդն են, որովհետև բոլոր խնջույքների ժամանակ ամեն տանը տեսնում էին ճիշտ նույն արծաթե սպասքը։ Նրանք կարծում էին, թե բոլոր հռոմեացիները նույն ճաշակն ունեն։ Իրականում ողջ սենատորական դասի մեջ կար ընդամենը մեկ արծաթե ափսեների և բաժակների հավաքածու։ Սենատորների ծառաները գաղտնի հետնամուտքից դուրս էին վազում և այդ արծաթե սպասքը տնից տուն էին հասցնում նախքան բանագնացների տեղ հասնելը, որպեսզի տվյալ երեկոյի հյուրընկալ սենատորը կարողանար ձևացնել, թե հարուստ է։ Կարթագենցիների համար, ովքեր ամեն օր ոսկե և արծաթե սպասք էին օգտագործում, Հռոմը սարսափելի չքավոր տեսք ուներ։ Ահա թե ինչպիսին էր հզոր Հռոմը նախքան արևելքի գրավումը։